Բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել ադրբեջանական զինտեխնիկայի հետ։ Սուրեն Պապիկյանի է անդրադարձը։ Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չէ։ Սա պատերազմ է եւ պատերազմում զոհեր լինում են, հայտարարել է Իրանի թագաժառանգ Ռեզա Փեհլևին։ Իրանի հետ բիզնես գործարքներ կատարող պետությունների համար Ամերիկան կկիրառի 25% մաքսատուրք։ Ամերիկայի պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը Green Card խաղարկության շրջանակում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին դաշինքի ձևաչափով։ Մաստարա-Լանջիկ մոտ 15 կիլոմետրանոց հատվածում բուքը փակել է ճանապարհը, 1000-ից ավելի մեքենաներ չեն կարողացել երթևեկել։ Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել է 4 մեքենա, 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սա խաղաղություն է եւ մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք եւ խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը եւ ուրախությամբ եմ արձանագրում։ Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի կեսերից սկսված, երբ Հայաստանը սկսեց ներմուծել ադրբեջանական արտադրության բենզինը։ Հարցին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում եւ նշել, որ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին։ Հայաստանի պաշտպանության ծախսերը վերջին տարիներին զգալի աճ են արձանագրել։ 2018-ին դրանք կազմում էին 245 միլիարդ դրամ, 2025-ին 664 միլիարդ, աճելով ավելի քան 1 միլիարդ դոլարից։ Պաշտպանության նախարար Պապիկյանը այս թվերը ներկայացրել է համեմատելով նախահեղափոխական 2018-ի հետ, արձանագրելով, որ քննադատությունները պաշտպանության ոլորտի ֆինանսավորման առնչությամբ չեն համապատասխանում իրականությանը։ Այս միջոցները ուղղված են հայկական բանակի կարողությունների եւ անվտանգության բարելավմանը։ Արքա քարտերով անկախիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2% հետ վճարի միջոցառման շրջանակում Armenian Card փակbaşնետիրական ընկերությունը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու եւ չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն։ Նախարարությունը հիշեցնում է, քաղաքացիները պետք է հետևեն բացառապես պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի ազգային ժողովի ընտրություններին դաշինքային ձևաչափով։ Իշխան Սաղաթելյանի խոսքով իրենք սկսելու են քննարկումներ դաշինքի վերջնական ձևաչափը որոշելու ուղղությամբ։ Բնականաբար մենք արժևորելով Հայաստան գործող դաշինքի գործունեությունը առաջին քննարկումները սկսելու ենք մեր գործընկերների հետ։ Մեր տրամադրվածությունը հետևյալն է՝ ունենք ցանկություն դաշինքը պահպանելու, ընդլայնելու եւ ավելի ազդեցիկ միավոր դարձնելու։ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։ Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեկնելու համար օգտագործել իրանական անձնագիր, քանի որ Թեհրանը չի ճանաչում ամերիկյան քաղաքացիությունը։ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, իսկ Թեհրանում երկրի շահերը պաշտպանում է Շվեյցարիան։ Սա պատերազմ է եւ պատերազմում զոհեր լինում են, հայտարարել է Իրանի թագաժառանգ Ռեզա Փեհլևին։ Հաղորդավարի հարցին պատասխանելիս արդյոք նա պատասխանատվություն չի կրում իրանցիներին ուղիղ մահվան ուղարկելու համար։ Նրա խոսքով մահվան ցուցանիշը նվազեցնելու համար պետք է գործողություններ անել եւ պետք է պայքարել ազատագրության համար։ Ես մարդկանց չեմ խնդրել դուրս գալ փողոցներ եւ կռվել ռեժիմի դեմ։ Նրանք ինձ խնդրել են գալ եւ օգնության ձեռք մեկնել, նշել է Փեհլևին։ ԱՄՆ պետքարտուղարությունը Green Card-ի խաղարկության շրջանակում ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը դադարեցրել է ազգային եւ հասարակական անվտանգությունը ապահովելու նպատակով, հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։ Կամչատկայի երկրամասը թաղվել է ձյան մեջ, առատ եւ ուժգին քամու պատճառով տարածաշրջանում դադարեցվել է ավիահաղորդակցությունը, չեղարկվել են ավտոբուսային ուղերձները, փակվել են առանցքային մայրուղիները։ Դպրոցականներն անցել են հեռավար ուսուցման, լեռներում ձնահյուսի վտանգ է հայտարարվել, շենքերի մուտքերն արգելափակվել են, մարդիկ փորձում են բահերով ճանապարհ բացել։ Սկզբից Բաքու, հետո Երևան տարածաշրջանում են Միացյալ Նահանգների առևտրի եւ զարգացման գործակալության ներկայացուցիչները։ Պրոտոկոլային հայտարարություններից տեղեկանում ենք, որ թրիփ նախագիծն են քննարկել Բաքվում, այդ քննարկումները կշարունակեն նաեւ Երևանում։
Քաղաքագիտական համայնքի համար թերևս զարմանալին եւ անընդունելին այն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով Սյունիքով անցնող ճանապարհը քննարկվում է մի երկրում, որի հետ Հայաստանը հարաբերությունները չի կարգավորել, դիվանագիտական հարաբերությունները չի հաստատել ու այդ երկրում Հայաստանին թշնամի է համարում։ Ընդհանրապես տարածաշրջանում ամերիկյան հետաքրքրություններն առաջ տանող թուրք-ադրբեջանական տանդեմին կարծես թե չի էլ հետաքրքրում, որ տարածաշրջանում կան այլ խոշոր խաղացողներ։ Եվս իդեմս Ռուսաստանի եւ Իրանի, որոնց դիրքորոշումը եւս կարևոր է Հարավային Կովկասում իրականացվող խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման առումով։ Եթե հայկական կողմը որոշ չափով ակնարկներ է անում, թե այդ երկրները եւս կարող են ներգրավել Սյունիքում իրականացվող թրիփ նախագծում, ապա Ադրբեջանի կողմից ցանկություն եւ պատրաստակամություն չկա Ռուսաստանին եւ Իրանին տեսնել թրիփում։ Միացյալ Նահանգներին չի ուզում թե ու վերահսկողության տակ կլինի այն ճանապարհը, կարևորն այն է, որ այնտեղ չլինի ռուսական եւ իրանական վերահսկողություն։ Իրենց համար առաջնահերթը դա է եւ դա համընկնում է նաեւ Թուրքիայի շահերին։ Որքան էլ Ալիևը համոզված է հայտարարի իր ձևակերպման Զանգեզուրի միջանցքը կբացվի, քաղաքագետ վերլուծաբանները հիշեցնում են, Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, Թրամփի նախատեսվելիք ուղին ԵԱՏՄ սահմանին է, ռուս սահմանապահներ դեռ կան Հայաստանում։ Չմոռանանք, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կոպիրկինը տարեվերջյան հարցազրույցներից մեկում հայտնել էր, թե Ռուսաստանի դիրքորոշումը թրիփի մասով կհստակեցվի, երբ նախաձեռնությունը ստանա կոնկրետ բովանդակություն։ Թրամփի ուղին գործարկել հնարավոր չի լինելու այս իրավիճակում։ Մինչ այդ պիտի լինեն փոփոխություններ։ Ռուսաստանում համարում է, որ դեռևս բավականաչափ ժամանակ ունի, որտեղ դեռ պիտի Հայաստանը մաքսային միությունից դուրս գա, դեռ պիտի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, հակառակ դեպքում դա ստացվելու է այդպես, որ Թրամփի ուղին անցնում է ԵԱՏՄ տարածքով հաստատի եւ մաքսային միության տարածք։ Տեսակետներ կան, թե Հայաստանը դեմ է, որ Սյունիքում միայն թուրք-ամերիկյան ներգրավվածություն լինի։ Ըստ վերլուծաբանների դա է պատճառը նաև, որ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Դա այլևս լուծված հարց է, նաև այն պատճառով, որ պայմանավորվածությունների ներքո ԱՄՆ նախագահի ստորագրությունն է։ Հարցից խուսափելը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը այս երթուղում տվել է իր անունը եւ այն այժմ նրա ճանապարհն է։ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում եւ ընդհանրապես աշխարհում սպասարկում է իր բացառապես ամերիկյան շահեր։ Օգոստոսի 9-ի Ադրբեջան-Հայաստան համաձայնագրին նախորդել է որոշակի ճնշման գործողություններ։ Ակնհայտ էր, որ այս համաձայնությունը ունի զուտ այսպես կոնյունկտուրային համաձայնության բովանդակություն։ Այն հիմնված չէ ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Հայաստանի երկարատև շահերի վրա։ Խաղաղության գործընթացը ենթադրում է բազմաշերտ գործընթաց, որտեղ խնդիրները ոչ թե շրջանցվում են, այլ խնդիրների տրվում են լուծումներ։ Առանց այդ լուծումների խնդիրը դառնում է ընդհանրապես սառը կոնֆլիկտ։ Երկրի աշխատանքային այցով Ամերիկայում կլինի մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը եւ կհանդիպի Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Սկզբից ԱՄՆ պետդեպից հետո նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Ամերիկայում նախատեսվում է թրիփի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այդ ընթացքում Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարն է թուրքական լրատվամիջոցներին տեղեկացրել, թե Ուրալօղլուի ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնվի մինչև 2030 թվականը։ Նա հայտնել է, որ Նախիջևանի կողմում կան նաեւ անավարտ հատվածներ եւ որ Ադրբեջանը հավանաբար այս տարի կսկսի դրանց շինարարությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 3.5 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար եւ պարգևավճար, իսկ կառույցի բաժնի պետերն ու քննիչները ավելի քան 1.7 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեի աշխատակազմին դեկտեմբերին եւս տրամադրվել է պարգևավճար։ Այստեղ էլ կառույցի նախագահը եւ նրա տեղակալները ստացել են շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար ու պարգևավճար։ Վերջին օրերին տեղեկություն է տարածվում ուժային իրավապահ եւ պետական այլ կառույցներում պարգևավճարների մասին։ Արդյունավետության գնահատման սանդղակները համենայն դեպս գոյություն չունեն, որևէ գերատեսչության ղեկավարի կառավարության որոշման մակարդակում օրինակ մտել օրենքի մակարդակում Հայաստանում ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի։ Եթե մենք չենք գնահատում դատախազի արդյունավետությունը, բարեկային ծառայողի արդյունավետությունը, զին ծառայողի աշխատանքի արդյունավետությունը, ապա անհասկանալի է դառնում ընդհանրապես ինչու են վճարվել պարգևավճարները։ Պետական կառույցներից խորհրդարանում օրինակ падգամավորները դեկտեմբերին 3 միլիոն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել։ Հարկերը հանած։ Այս հատկացումներն արվել են մի քանի փուլով։ Օրինակ կան պարգևատրումներ տոների առիթով եւ պարգևատրումներ լավ աշխատանքի համար։ Կոնկրետ ազգային ժողովի դեպքում
նոր տարվա Սուրբ Ծնունդի եւ եւս դեկտեմբերի 24 պարգևատրումը, որը երևի տնտեսված փողերն են եւ ինչի իման վրա է արվել, այնտեղ չի բացվում։ Շատ ավելի տաք ձմեռների պարագայում կամ մեղ մամարների պարագայում կոմունալ ծախսերը կարող են լինել պլանավորատիպ շատ ավելի նվազ։ Նման պարագայում, երբ որ կուտակվում են լրացուցիչ միջոցներ, բյուջե հետ փոխանցելու փոխարեն գնահատելով շուկայական աշխատավարձի ներկա վիճակը, տրամադրում են պարգևավճարներ։ Լավ, թե որտեղից գումարը հասկացանք, այսպես թե այնպես պետական բյուջեից։ Մի կողմ թողնենք, թե ինչ կարելի անել այդ գումարի հետ։ Այսինքն առաջնահերթությունների ընտրությունը չդիտարկենք, իսկ ինչով է խորհրդարանը աչքի ընկել արդյունավետության տեսանկյունից։ Եթե մենք սահմանում ենք падգամավորի աշխատանքի արդյունավետության ստանդարտ, ապա падգամավորը օրենսդիր մարմնում պետք է նվազագույնը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած լինի։ Պետք է падգամավորը այլ падգամավորների կամ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերին եզրակացություն տված լինի, վերլուծած լինի, կարծիք արտահայտած լինի եւ այսպես շարունակ։ Պարգևատրման որոշումներից մեկով կառավարությունը գնահատում է տարբեր պետական կառույցների կատարողականները, այսինքն պարզ ասած գնահատում է պետական տարբեր գերատեսչությունների կատարածը եւ ըստ տարածի էլ պարգևատրում նրանց։ Այո, այդ մարդիկ լավ են աշխատել, դրա համար ստացել են պարգևավճար, այդ լավ աշխատելու հետևանքով էլ երկրի տնտեսական վիճակը, սոցիալական վիճակը բարելավել է, դրա համար նրանք, այսպես ասած, վաստակել են այդ պարգևավճարը։ Խնդիրը այստեղ երևի այն է, իսկ դրա հետ համաձայն են արդյոք, այսպես ասած, լայն զանգվածները։ Ի վերջո, այս կամ այն կառույցի աշխատանքի որակը պետք է արտացոլվի քաղաքացիների կյանքում, այսինքն տարբեր ոլորտներում մարդիկ պետք է ռեալ զգան դրական տեղաշարժեր։ Եթե մարդիկ կարծում են, որ իրենց կյանքը իսկապես 25 թվականի ընթացքում լավացել է, մեծ մասը այդպես ասեն, ուրեմն այո, ամեն ինչ արդարացվեց։ Եթե ոչ, ուրեմն պետք է այլ պատճառ խնդրել, թե իսկ ինչու այդ դեպքում նրանք ստացան այդ պարգևատրումները։ Երբ հարկատուից պետությունը պահանջում է թափանցիկություն եւ ստվերի բացառում, պետք է նրա վճարած հարկերի ծախսման առնչությամբ էլ թափանցիկ լինի։ Իսկ պարգևավճարների ներկա համակարգը մեղմ ասած այդպեսին չէ։ Ըստ այդմ մարդկանց մղում է դեպի ստվեր։ Կոշտ ասած դու ինձ չես ասում որտեղ եւ ինչի համար ես ծախսում իմ փողերը։ Ես էլ քեզ այլևս փող չեմ տա։ Երևան, Երևանից Գյումրի, Գյումրիից Երևան։ Մաստարալանջի Գյումրի մոտ 15 կիլոմետրանոց հատվածն է, հունվարի 13-ին, բուք է։ Երթևեկությունը Գյումրիից դեպի Լանջիկ ժամանակավորապես դադարեցվել է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհիցությունը։ Ճանապարհը բացվի։ Այնպես չի, որ ճանշինը չի աշխատում, առավոտվանից աշխատում են, պարզապես բուք է, քամին իր գործն է անում։ Որոշ վայրերում ձյան բարձրությունը հասնում էր մոտ 40 սանտիմետրի։ Թալինի, Մարալիկի փրկարարները, Արագածոտնի եւ Շիրակի մարզի գումարտակների պարեկներն ու ճանշինականները այդ հատվածներից ձնաբքի տակ հայտնված մոտ 30 մեքենա են դուրս բերել անվտանգ վայր։ Շիրակի մարզի գումարտակի պարեկները արդեն կամանց ավտոմեքենաները իրադրում են, որպեսզի երթևեկեն։ Բավականին լարված են այսօր աշխատել։ Շիրակի մարզի գումարտակի պարեկները, Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, փրկարարները, Թալինի։ Ձնաբքի պատճառով 1000-ից ավելի մեքենա էլ երթևեկել չէր կարողացել։ Հունվարի 13-ին մահվան ելքով ռեերթը տեղի ունեցել Մայրաքաղաքում 40-ամյա Վարդանը BMW-ով Արշակունյաց պողոտայում վերգետնյա անցման մոտ ռեերթի ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահումն արձանագրել է հետիոտնի մահը։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Հետիոտը փողոցը անցել է, տեսնում եք, չթույլատրելի հատվածով, երբ մի քանի մետր այնքով վերգետնա անցումն է, եւ եթե նա անցներ վերգետնա անցումով, հետեւաբար վրաերթը տեղի չէր ունենա։ Հունվարի 12-ին Արարատի մարզի Այգեստան գյուղում տուն է այրվել։ Արտաշատի շերտ փրկարարական ջոկատի շեշները կանխել են, վագոն տնակում առաջացած կրակի տարածումը հետո մարել այն։ Ներսում հայտնաբերել են նույն տան 72-ամյա բնակչի մոխրացած դին։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։
Հունվարի 13-ին հրացու թունելից դեպի Խանջանի թունել տանող հատվածում բախվել են Toyota-ն, Mercedes Sprinter-ը, Chevrolet-ն եւ մեկ այլ մեքենա։ 6 հոգի, այդ թվում 3 երեխաներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 1 շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարները, նաեւ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Հունվարի 12-ին խոշոր վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասմեղրի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց կողաշրջվել։ Վարորդին առաջին օգնության են հասել օպերատիվորեն ժամանած փրկարարության Եղեգնաձորի շրջփրկարարական ջոկատի շրջփրկարարներն ու Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, մինչև մեքենայից դուրս են բերել վարորդին, հատուկ տեխնիկա են օգտագործել։ Նա տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Լավ է, վարորդի կյանքին վտանգ չի սպառնում, կոտրվածքներ է ստացել ոտքերի հատվածում, բայց փրկարարները ահագին տանջվել են։ Եվ հունվարի 12-ին ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տեղեկություններ էին ստացել, որ Mercedes G63-ի վարորդը երթևեկում է, խախտելով ճանապարհային երթևեկության մի քանի կանոն։ Պարեկները պարզել են, որ մեքենան գտնվում է Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում, հայտնաբերել են այն։ 36-ամյա վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, այդ թվում անվադողը ոչ ծմերային լինելու համար։ Ստուգել են, պարզվել է, որ անվադողերը ամառային են, մինչդեռ այն պետք է լիներ ձմեռային, ինչի համար էլ այս պահին բարեկի կողմից վարչական ակտ է կազմվում։